Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը վաղուց դուրս է եկել իրավական շրջանակներից։ Խոսքը վերաբերում է Արշակ Սրբազանի դեմ քննվող վարույթին։ Արշակ Սրբազանի կալանքը վերջերս երկարաձգվեց 2 ամսով, ընդ որում նաև մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ քրեական վարույթից ապացույցներ են անհետացել։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Բաբայան, արդեն ստացել եք 2 ամսով կալանքի երկարաձգման որոշումը եւ որտեղ էր դատարանում այն հիմնավորումը։ Այո, ստացել եմ, հենց այդ օրն եմ ստացել եւ հիմնավորումը հիմքերի իմաստով շարունակում էր պահպանվել քննության նկատմամբ ազդեցության հիմքը, ռիսկը։ Դատարանը գտնում է, որ Արշակ Սրբազանը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի գործի քննությանը։ Ընդ որում ամենահետաքրքիրը որ մտածում ենք, թե իսկ ինչին պիտի խոչընդոտի, որովհետև այնտեղ խոչընդոտելու ոչինչ բան չկա։ Բաբան, խոսքը 2018 թվականին կատարված արարքի մասին է, Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման անդամներից Խոսքը 2018 թվականին չկատարված արարքի մասին է, բայց այո, կապ ունի այդ ձեր նշած ակտիվիստների կամ այդ շարժման հետ։ Մեղադրանքը վերաբերում է հետևյալին. Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ դրա մասին խոսել է։ Իբր Արշակ Սրբազանը հանձնարարել է անհայտ ինչ-որ մեկին, որը հայտնի չի չկա, որպիսի ակցիայի մասնակիցներից ինչ-որ մեկի պայուսակում կամ ուսապարկում տեղադրի թմրամիջոց, նպատակ ունենալով վարկաբեկել այդ ակցիայի մասնակիցներին։ Եվ այս տրամաբանությամբ, այս նկարագրությամբ գործողություններին վերագրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառում իրացման նպատակով հոդվածը քրեական օրենսգրքում։ Այսինքն անգամ այս նկարագրության մեջ, որը որ հրապարակել են եւ որը որ կար նաեւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի որոշման մեջ, այն հենց այդ նախադասությունները, երբ որ կարդում ես գործողությունների մասով, իրավաբանները հասկանում են, որ բայց դուք չեք նկարագրել այն հանցագործությունը, որը վերագրել եք։ Ինչու՞։ Որովհետև ապօրինի շրջանառությունը թմրամիջոցների իրացման նպատակով պետք է ունենա իրացման նպատակ։ Եթե հոդվածի անունը իրացման նպատակով, ապա այդ արարքի նպատակը պետք է լինի իրացումը եւ ոչ թե որևէ անձի վարկաբեկելը կամ որևէ խմբի։ Ավելի պարզ ասած, ենթադրյալ հանցավորը, հանցագործը պիտի նպատակ ունենար այդ թմրամիջոցը որևէ մեկին հասցնելու, որպեսզի այն տիրացող այդ թմրամիջոցի կամ մյուս կողմը, որպեսզի դա ստանա որևէ նպատակով օգտագործի, օգտագործման նպատակով թմրամիջոցի բուն, չգիտեմ, վաճառքի նպատակով, հյուրասիրելու նպատակով որևէ, բայց դատախազի մեղադրական կամ քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ նկարագրված գործողությունները ամբողջությամբ հերքում են այս հոդվածի նշածս կարգավորումը, նշածս նկարագրությունը։ Հակառակը ասում են, որ Արշակ Սրբազանը նպատակ չի ունեցել, որ այս թմրամիջոցը հասնի որևէ այլ անձի, այլ նպատակ է ունեցել, որ այդ թմրամիջոցը դուրս գա ընդհանուր թմրամիջոցների, Հայաստանում առկա բոլոր թմրամիջոցների այդ ընդհանուր զանգվածից եւ գնա ոստիկանություն, որովհետեւ նկարագրված գործողության մեջ Սրբազանի այդ ենթադրյալ արարքի, նպատակն է եղել, որ այդ թմրամիջոցը չհասնի որևէ այլ անձի, քան ոստիկանությանը։ Բա ուր այստեղ հանցագործությունը։ Բա ուր այստեղ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունը։ Սրա մասին էր, որ խոսում ենք դատարանում եւ ասում ենք չկա հիմնավոր կասկած։ Եթե չկա հիմնավոր կասկած հանցագործության վերաբերյալ, այդ նվազ շեմը անգամ, ապա չի կարող անձի նկատմամբ կիրառվել որևէ խափանման միջոց։ Բաբան, հնարավորինս, այսինքն չշրջանցելով նախաքննական գաղտնիքը, պետք է խնդրեմ նաև ասել, Սրբազանը դեկտեմբերի 5-ից գտնվում է կալանավայրում, դեկտեմբերի 4-ից։ Եվ այստեղ ունենք խնդիր նաև, այսինքն անձի իրավունքի մյուս առումով, ինչ քննչական գործողություններ են իր մասնակցությամբ կատարվել, որ ամեն դեպքում դատանը որոշել է, որ ինքը եւս 2 ամիս պիտի մնա կալանքի տակ։ Բնականաբար չբացահայտելով նախաքննական տվյալները, զուտ գործողության իմաստով կասեմ, որ ընդհանրապես մեկ գործողություն է եղել, դա եղել է հարցաքննություն իր մասնակցությամբ, այլ գործողություն իր մասնակցությամբ տեղի չունեց։ Մենք չունենք առերեսումներ կամ գոնե անձ, որը ցուցմունք է տվել Սրբազանի դեմ։ Ասեմ, որ Սրբազանի դեմ ուղիղ որևէ ապացույց գոյություն չունի, իսկ թե ունենք առերեսումներ, չունենք առերեսումներ, այլ ինչ գործողություններ, դրա մասին ցավոք չեմ կարող հայտնել, որովհետև նախաքննական գաղտնիքով ինչպես միշտ մեզ կաշկանդում են, բայց իրենք ինչ ուզում են հրապարակում են։ Երբ որ իրենք խոսեն դրա մասին,
Այն ժամանակ ես իրավունք կստանամ խոսելու։ Եվ մյուս փուլում, երբ որ կուղարկեն գործը դատարան, ես այդ ժամանակ հնարավորություն կունենամ առավել մանրամասն խոսելու վարույթից, վարույթի նյութերից, ստացված տվյալներից։ Բայց վստահ պնդում եմ, որ որևէ ապացույց, ուղիղ ապացույց, որ կարող էր ենթադրյալ այդ նվազ շեմի շրջանակներում հաստատել, որ կարող է Արշակ Սրբազանը կատարել անգամ այն գործողությունը, որ նկարագրված է եւ որ ինչպես ասացի հանցագործություն չէ, անգամ դրա վերաբերյալ չկա ոչինչ։ Այսինքն որ ասում են Արշակ Սրբազանը նպատակ ունենալով վարկաբեկել այն ինչ էր ակցիայի, այդ ակցիայի մասնակիցներին հանձնարարել են ինչ-որ անձի, որպեսզի անի այս գործողությունները, բացի այն, որ ինչպես ասացի դա հանցանք չի, նաև դրա վերաբերյալ չկա որևէ տվյալ, որևէ էական, որևէ ուղիղ ապացույց, որ նման բան հնարավոր է եղած լինի։ Այս պահի նախաքննության ընթացքը ինչպես է գնահատում։ Նախաքննության ընթացքը չեմ կարող գնահատել այն իմաստով, որ չգիտեմ ինչ են անում։ Այն ինչ արել էին եւ մեզ ներկայացրեցին կանաքի երկարացման դատական նիստին, իսկ դա պահանջում է օրենքը, որ ճանասիրությունը պիտի ցույց տան, կարող եմ ասել, որ էական ոչինչ չէր արվել։ Ձևական որոշակի գործողություններ էին արել, որպեսզի ապահովեին կանաքի երկարացում։ Բաբան, ինչու հիմա իրավապահմանները հիշեցին գրեթե 8 տարի առաջ ենթադրյալ կատարված հանցագործությունը կամ հիմա հիշեցին գտնել այդ ապացույցները։ Եթե նկատի ունենք հենց այս արարքը, որը նկարագրվում է, ապա երևի 8 տարվա մեջ որևէ մի փայլուն գլխում չէր առաջացել այդպիսի միտք, որ կարելի է այսպիսի մեղադրանք ներկայացնել, որը հանցագործություն չի։ Ինչ որ մի փայլուն միտք, այսպես փայլուն գլուխ այսպես որոշեց, որ ինչի՞ չէ, որ եկեք ասենք այս Արշակ Սրբազանն արել։ Եկ կարող էին նույն հաջողությամբ ասեն, եկեք ասենք, որ չգիտեմ, այն մեր հարևանի Վարդանն արել։ Ում ուզեին կարող էին ասել։ Ինչի հենց իր նկատմամբ կարծում եմ դրա պնդումները կամ դրա վերաբերյալ տեղեկությունները բավականին շատ են, որովհետև Արշակ Սրբազանն էր ամենաակտիվ հոգևորականներից մեկը, ով մշտապես հստակ իր քննադատական խոսքներն հնչեցրել, սկզբունքային մոտեցումներն հնչեցրել եւ որոնք որևէ եղանակով չէին կարող դուր գալ այս իշխանություններին։ Մի դրվագ կար կապված Ծիծեռնակաբերդի հետ, որտեղ Արշակ Սրբազանը նեզովքի խոսք ասաց այն անձանց հատկապես իշխանավորներին, ովքեր կարող են ուրանալ հայոց ցեղասպանությունը հենց նեզովքի բնորոշմամբ։ Դրանից հետո հաջորդեց մի տեսանյութ, որը կարծես թե կապված էր Արշակ Սրբազանի հետ, գնահատական հնչեց, որ դա արվում է, որպեսզի մայրաթորը ստիպված լինի Սրբազանին կարգալույծ անել։ Դրանից հետո բավականին կոշտ էր ասուլիսը, որը չներվեց Սրբազանին։ Ոչ մեկն չներվեց, ելի սկսած հենց Ծիծեռնակաբերդից։ Այդ տեսանյութի մասով Արշակ Սրբազանը առաջին իսկ պահից հերքել է դրա բովանդակության գոյությունը։ Ինչ ենք այսպես նկարագրում բովանդակության գոյություն, որովհետև այն տեսարանները, որ տեսնում ենք տեսագրության մեջ, այդ տեսարանները այդպեսին ինչպեսին տեսնում ենք, դրանք գոյություն չունեն օբյեկտիվ իրականության մեջ, ինչի մասին ասել է Արշակ Սրբազանը եւ շարունակում է պնդել։ Բայց որ այդտեղ օրինակ, մի տարբերակ, արհեստական բանականության կամ համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով օգտագործվել է օրինակ Արշակ Սրբազանի դեմքը, դրա մասին մենք երբեք որևէ կերպ չենք հերքել, բայց այն ինչ որ տեղի է ունենում այդ տեսագրության մեջ, դա իրականության հետ առնչություն չունի, դա հորինված, կեղծված տեսագրություն է։ Բան Արշակ Սրբազանը քաղբանտարկյալ է։ Դուք պատասխանեք այդ հարցին։ Իհարկե քաղբանտարկյալ է։ Օրինակ, ոնց եք պատկերացնում, այս անձի նկատմամբ սկսեցին տևական ժամանակ քննբաներ, այդ զազրախոսությունները ես կասեմ դրան։ Օրինակ, ազգային ժողովից սկսեցին ինչ-որ բաներ խոսել, Facebook-յան ինչ-որ հայտնի գրառումներ արվեցին, դրանից հետո տեսագրությունը տարածվեց, որը կապ ուներ ոնց որ թե այն Facebook-յան գրառումներից որևէ մեկի հետ։ Դրանից հետո տեսնելով, որ այս հերքվում է այս տեսագրության գոյությունը, առնվազն հանրությունը չի հավատում դրա գոյությանը, որովհետև ակնհայտ դե տեսագրությունից էլ է երևում իրականում, որ ինքը նույնիսկ նորմալ կեղծ հնարված մոնտաժված բան է, տեսագրություն է, որոշեցին շարունակել այս հետապնդումները Սրբազանի նկատմամբ եւ այստեղ շատ հետաքրքիր մի բան էին, որոշել, իսկ այդ հետապնդումները ինչպես շարունակել, որպեսզի շարունակվի նաեւ Սրբազանի վարկաբեկումը եւ դրանով էր պայմանավորված նաեւ, որ ընտրվեց հենց թմրամիջոցի թեման։ Սրբապիղծ ասել էինք, նարկոման էլ ասենք։ Դե հիմա այսպես են իրանք իրականացնում։ Եվ այս հանգամանքներում, երբ որ
Արշակ Սրբազանը չի կատարել որևէ հանցավոր արարք, իրենք էլ իրենց գրած որոշմամբ չեն նկարագրել որևէ հանցավոր արարք, բայց Սրբազանը շարունակում է մներ կալանքի տակ, սա ուղիղ քաղաքապետարանի հատկանիշ պարունակող գործողություն է։ Սա է քաղաքապետարանը պոզով փոչով կենթանի չի կարա նայել լինի Սրբազան, որը հենց այս բային գտնվում է քերակատարական հիմնարկում։ Կարծում եմ ամենաշատը դուք եք հանդիպում Սրբազանին եկեղեցու դեմ այս պահին իրականացվող արշավը նկատի ունենալով, մասնավորապես մույս եպիսկոպոսներին հրավիրել քննչական կոմիտե, նրանց շուրջ նաև մեղադրանք առաջադրել, ինչպես նաև գնդերեցներին բանակից հեռացնել կամ ավելի հեռու պահել այս տրամաբանությամբ, ինչ վերաբերմունք ունի Արշակ Սրբազանն այս ամենի նկատմամբ։ Ասեմ, որ Արշակ Սրբազանին ամենաշատը Բագրատ Սրբազանն է հանդիպում, որովհետև նրանք նույն խցում են։ Երկրորդն եմ ես, հետո նոր ես եմ ամենօրյա կամ 2-3 օրը մեկ ռեժիմով։ Ակնհայտ է, որ եպիսկոպոսատ ժողովը չկայանալու կամ թույլ չտալու, որ կայանա, այդ ուղղությամբ իրականացվող գործողությունները, մասնավորապես այն Պարսագույն հոգևորական խորհրդի անդամներին եւ վեհափառի ելքի արգելումը, բացակայելու արգել խափման միջոցի կիրառումը, որ նրանք չկարողանան գնան Վիեննայում իրականացնել Վիեննայում կամ Վիեննայի կողքի քաղաքներից որևէ մեկում չկարողանան իրականացնել եպիսկոպոսատ ժողովը։ Եվ այս առումով էլ քաղաքական հետապնդում է այնքանով, որ պետությունը իշխանությունը չունենալով կամ ոչ թե չունենալով, այլ իշխանությանը արգելված լինելով միջամտել եկեղեցու կամ ընդհանրապես կրոնական կազմակերպությունների ներքին կառավարման մեջ, նրանք ուղիղ միջամտություն են ցուցաբերում։ Եվ այս հետապնդումներն էլ ինքնին քաղաքական հետապնդումներ են այդ նպատակով։ Սրբազանի վերաբերմունքը կամ ինչ-որ կարծիք կա։ Դե, գիտեք, ինքի վերաբերմունքը դեռևս ազատության մեջ եղած ժամանակ է հայտնել, հիմա էլ շարունակում են նույնը, հիմա էլ պնդում է, որ այս ամեն ինչը իրականացվում է ընդդեմ եկեղեցու, եւ ոչինչ դրանից չի փոխվել։ Հակառակը գնալով շատ ավելի համոզվում ենք, շատ ավելի տեսանելի է դառնում այս ամբողջի հաստատումը։ Ինչ սպասելիքներ, ակնկալիքներ կան, այսինքն հաջորդ նիստերից, նախաքննության ավարտից։ Ես ձեզ պատմեմ կալանքի երկարացման նիստը ինչպես տեղի ունեցավ։ Դուք հիմա ասեք, ես արդյոք ողջամիտ մարդ կլինեմ, եթե ակնկալիքներս լինեն դրական։ Օրինակ ներկայացում է կալանքի երկարացման միջնորդությունը հերթապահ դատարանի, որը Շենգավիթի դատարանն է։ Եվ ենթադրվում է, որ այնտեղ պիտի մակագրվեր։ Դրանից հետո անհասկանալի պատճառներով այդ միջնորդությունը գնում հասնում է Հավանի դատարան։ Անհասկանալի չէ իրականում, հասկանալի դատարանի նախագահը որոշում է, որ չէ, հերթապահ դատարանում չպետք է քննվի, ընդ որում այդ ժամանակահատվածում կայքից հեռացվում է հերթապահ դատարանի անունը այդ օրվա։ Դրանից հետո մակագրվում է մեկ դատավորի Ավանի նստավայրում եւ հանկարծ նույն օրը այդ դատավորից հետ է կանչվում միջնորդությունը տեղափոխվում է նորից կենտրոնի դատարան եւ ուշադրություն մակագրվում է Ֆարֆոյան Կարենին։ Ինչի գիտեք, որովհետեւ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէր, որտեղ նա արձակուրդում էր։ Հիմա ես այսքանից հետո եւ առանց հիմնավոր կասկածի շեմի նվազագույն շեմի հաղթահարման Արշակ Սրբազանի կալանքը երկարացվում է։ Ես էլ ինչ դրական ակնկալիք պիտի ունենամ։ Չունեմ դրական որևէ ակնկալիք, որ հնարավոր կլինի հասնել իրավաբանական հաջողության։ Դատարանից դուրս գալիս, այսինքն վճիռը, թեև այսինքն արդեն եզրափակիչ մասը հրապարակված էր, հայտարարեցիք, որ սպասում եք այս որոշմանը։ Ինչու՞։ Գիտեի, որովհետև Ֆարֆոյան Կարենն էր այդ իմ ասած երկար պատմություն, բայց մարդիկ հենց այնպես չէին այդքան չարչարվել, ընդեղից տարել, ընդեղ բերել, ընդեղից որոշել, որ այս դատավորը չկա, չբերենք այս դատավորին տան։ Այդ ամեն ինչը պետք է գնահատել, չէ՞։ Հենց այնպես չէին չարչարվել։ Ակնհայտ էր, որ այս ամբողջը արվել է կալանքը երկարացնելու համար։ Բայց մենք էլ միամիտ չենք, որ չհասկանանք։ Դրա համար ի սկզբանե մտնելիս, ինչպես եւ առաջին այդ հիմնական, նախնական կալանքի ժամանակ, այդ նույն էլի տենց տարբեր զարթողի ճանապարհներով Մասիս Մելքոնյանին մակագրվեց։ Պետք է գնահատենք, չէ՞, այդ ամեն ինչը։ Կեցցե Մասիս Մելքոնյանը, որ կարողացավ այդ դժվար փորձությունը հաղթահարել, որտեղ շատ դժվար է առանց հիմնավոր կասկածի, առանց որևէ հիմքի անձին կալանավորել, դժվար է։ Ամեն մարդը չի կարող։ Նաև կխնդրեմ հանրության համար այս մասը բացատրել։ Սրբազանը մեղադրվում է կազմակերպչական գործողության մեջ, մեղադրվում է կատարելու մեծ հաշվով կազմակերպելու, որովհետև
ըստ մեղադրանքի իբր հանձնարարել է որևէ անձի կատարել այս ամեն ինչը նպատակ ունենալով եւ այլն, ըստ էության այո կազմակերպելու մասնախոս։ Այդ անձը կա։ Ոչ, չկա որևէ անձ, չկա որևէ անձ, չկա որևէ ապացույց, որը կարող էր նվազագույն մակարդակում, նվազագույն շեմը հաղթահարելով հաստատել, որ Արշակ Սրբազանը կարող է կատարած լինել այդպիսի բան։ Իսկ ինչ ապացույցի մասին էր խոսքը, որ մամուլում տարածվեց, որ կորել է քրական Դա վարույթին։ գրել էին, որ այն թմրամիջոցը, որն իբր Արշակ Սրբազանը հանձնարարել էր տեղադրեին այդ ուսապայուսակի մեջ, հրապարակվել էր, որ այդ թմրամիջոցը անհետացել է վարույթից։ Ես հատուկ այդ նպատակով քննիչին հարցրեցի եւ ստացա համաձայնությունը իր պատասխանը հրապարակելու։ Քննիչն ասեց, ես զարմանում եմ, որտեղից է այդպիսի տվյալ, չկա նման բան, որևէ ապացույց չի կորել վարույթից։ Եկեղեցու դեմ իրականացվող այս գործողություններ եւ մասնավորապես Սրբազանի դեմ որքանով են հակասում ներոնեսդրական այդ քրեական վարույթի նորմերին եւ որքանով են հակասում միջազգային իրավունքին։ Ես քիչ առաջ հենց այդ բոլոր հակասությունների մասին էի խոսում, որ օրինակ, եթե չկա հիմնավոր կասկածը անձի կողմից որևէ անձավոր արարք կատարելու մեջ, ավելին ասեմ, չկա որևէ նվազ տվյալ, որը կարող էր նվազ շեմում հաստատել, որ տեղի ունեցել հանցագործություն։ Բայց պայմաններում քրեական դատավարության օրենսգիրքը արգելում է անձի նկատմամբ նախ քրեական հետապնդումը, իսկ հետապնդման դեպքում էլ որևէ խափանման միջոցի կիրառումը արգելվում է այս ամբողջը։ Եվ երկրորդ հանգամանքը, որ քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որը վերագրվում է, կամ չեն հասկանում, կամ լավ էլ հասկանում են, բայց ինչպես ուզում կլոր կամ ձգած մեկնաբանում են, որովհետև այդպես հնարավոր չի։ Պարզ վարժություն կա։ Ենթադրենք Արշակ Սրբազանը իսկապես կատարել այդ արարքը։ Այդ արարքով արդյոք վնասվել է բնակչության առողջությունը կամ կարող էր արդյոք վնասվել բնակչության առողջությունը։ Պատասխանն է հստակ ոչ, որովհետև եթե իսկապես արած լինի եւ նպատակը թմրամիջոցը որևէ մեկին մոտ չհայտնվել նա այլ ոստիկանությունը, ինչպես որ նկարագրված է, ապա դա չի կարող ոչ օգտագործվել, ոչ վաճառվել, ոչ հյուրասիրվել եւ որևէ այլ եղանակով իրացվել։ Դեպքում թմրանյութը կա իր մոտ, այսինքն պահում է, չէ, որ իրացնում է։ Գիտեք, եթե հայտնաբերվեր թմրանյութը որևէ անձի մոտ եւ չհիմնավորվեր, որ իրացման նպատակով էր ձեռք բերվել, հնարավոր է ոչ իրացման նպատակով թմրամիջոցի ձեռքբերման համար պատասխանատվություն, բայց այդտեղ դա էլ չկա։ Դա էլ չկա առաջին հերթին էս նրա համար, որովհետև այդ թմրամիջոցի եւ Արշակ Սրբազանի կապը հաստատող որևէ հանգամանք չկա, որևէ տվյալ չկա։ Ոչ մոտնա եղել, ոչ որևէ մեկն ասել է, որ ես տեսել եմ իր մոտը։ Ոչ որևէ մեկը օրինակ բերել տվել է իրան, կամ որևէ մեկը ոչ վաճառել է, ոչ մի հանգամանք չկա, որ կարող էր հաստատել, որ երբևէ իրականության մեջ այդ թմրամիջոցը կամ որևէ այլ թմրամիջոց կարող էր լինել Արշակ Սրբազանի մոտ։ Բայց եթե չկար, ոնց պիտի։ Բան հաշվի առնելով նաև որ թմրաշրջանառության դեպքերը շատ ավելացել են, զբաղվում եք նաև քրեական վարույթներով։ Այս նման օրինակ հանցագործությունների դեպքում կալանքը հիմնականում կիրառելի է, կիրառելի չէ, դատական պրակտիկան ինչ է հուշում։ Նման օրինակ հանցագործություն չկա։ Երբեք չի եղել անձին թմրամիջոցը չիրացնելու նպատակով կալանավորեն կամ քրեական հետապնդում արարություն, երբեք նման բան չի եղել։ Դատական պրակտիկայում պարզապես գոյություն չունի այդպիսի գործ, որ անձին այդ հանցավոր արարքը չկատարելու հիմնավորումներն էլ տան դատախազը, անձին կալանավորեն։ Իսկ ընդհանրապես այո, թմրամիջոցների շրջանառությունը ապօրինի Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ վիճակի է հասել։ Եվ բարեբախտաբար դատավորները խստագույնս, այսպես խիստ են վերաբերվում նման անձանքների։ Որպես կանոն, հիմնականում դրանք երբ իրացման նպատակով է լինում, չափերը մեծ է լինում, հիմնականում լինում են կալանավորումների տեսքով։ Տնային կալանքներն էլ բավականին շատ են, բայց դա գոնե դատական իշխանության մասով մեր գրասենյակի ունեցած գործերի շրջանակներում տեսնում ենք, որ իսկապես դատավորների մակարդակում կա շատ ակտիվ պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության այս դեպքերի առնչությամբ։ Բայց վատ է, որ այդ պայքարը վերաճում է քաղաքական նպատակներով անձանց բանտարկելուն, նպատակին է ծառայեցվում։ Երբ որ օրինակ Արշակ Սրբազանի նկարագրած եղանակով պահում են քրեակատարողական հիմնարկում։
Այդ քաղբանտարկյալների երևույթի մեջ արդյոք քաղբանտարկյալը նույն սրբազանները գործին ծանոթ եք մյուսների։ Ծանոթ չեմ անկեղծ ասած, բայց հետևելով իմ գործընկերների բազմաթիվ բացահայտումներին ու հայտարարություններին, սկսած ապացույցների, այսպես ասած կեղծումներով, երբ որ օրինակ ձայնագրությունների մի հատվածը բերում էին, այսպես իրարորային շարում այլ նախադասություն էին ստանում, ակնհայտ է դառնում, որ այո, սա հենց քաղաքական նպատակներով քաղաքական հետապնդում է, քաղաքական բանտարկություններ։ Բաբայան, մի քանի սրբազանների բանտարկություն այդ ամբողջ եկեղեցական ժողովի մեջ կարծես թե էական փոփոխություն չի տա, հատկապես հաշվի առնելով, որ 1700 եւ ավել անձի մասին է խոսվում։ Այս դեպքում հենց կոնկրետ ընտրված հոգևորականներին բանտում պահելու այդ քաղաքական նպատակը որքան է, ինչպես է դուք Ես բացատրում։ բացասկացա ինչ հազար Եկեղեցական ժողովին չմասնակցելը էական փոփոխություն կարծես 10-15 հոգու դեպքում նույնիսկ չի լինում։ Եպիսկոպոսատ ժողովի մասը։ Եպիսկոպոսները ամենը 54-ն են, որից 4-ը այս պահին կալանքի տակ են, 10-ը գնացել են համապատասխան այլ եկեղեցի, կառավարական եկեղեցի, 4-ին, 5-ին, եթե չեմ սխալվում, զրկել են երկրից բացակայելուց, վեհափառին էլ նույնպես զրկել են, այսինքն իրենք իրենց նպատակը դրել են եւ դրան հասնում են։ Միջազգային ատյաններն ինչու են լռում ըստ դեպքում։ Միջազգային ատյաններն էլ լռելու իրենց պատճառներն ունեն։ Դրանք հիմնականում քաղաքական են եւ դրանք հիմնականում պայմանավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունով։ Ավելի պարզ ասած, հակառուսականությամբ եւ բազմաթիվ այդպիսի հանգամանքներով պայմանավորված։ Բաբան կխնդրեմ նաև փորձել այսինքն գնահատական տալ փաստաբանների առումով դուք որպես այսինքն պաշտպան միջազգային իրավունքով կամ չգիտեմ վերադաս ատյաններով բողոքարկելով ինչ գործողություններ եք անում, որպեսզի ի վերջո չլռեն կամ հանրությունը չլռի։ Դեք մեր գործողությունները օրենքով սահմանված ունեն կամ օրենքով չարգելված այնուամենայնիվ ունեն որոշակի ժամկետների խնդիր, հա, օրինակ երբ որ ուզում ենք հասնել որևէ էական շոշափելի արդյունքի, դրա համար պետք են ամիսներ, որովհետև կան փուլեր, որոնք կամաց պետք է անցնել։ Հիմա այս պահին կոնկրետ Արշակ Սրբազանի գործով Վճռաբեկ դատարանի փուլում ենք, սպասում ենք Վճռաբեկ դատարանը կալանքի վերաբերյալ իր գնահատական կամ չքննի կամ քննի որոշակի ներպետական ատյանները սպառելու նպատակով, այս պահին սպասում ենք Վճռաբեկ դատարանի որոշմանը։ Այս ամբողջ շղթան գործողությունների 1, 2, 3 ամիս մինչև կարող է տևել առաջին ատյանի դատարանից մինչև Վճռաբեկ հասնելը։ Այդ դրանից հետո արդեն հնարավորություն կստանանք միջազգային դատարաններին դիմելու։ Բայց զուգահեռ դրան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ մշտական կապի մեջ ենք, այլ կազմակերպությունների հետ միջազգային ոչ իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպությունների հետ եւ այլն։ Մշտական կապի մեջ ենք, տեղեկությունները հաղորդվում է, հանդիպումները տեղի են ունենում եւ կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի ներքին խողովակներով այս կազմակերպությունները խոսում են կառավարության հետ եւ դրանք կարող են ունենալ որոշակի քիչ թե շատ արդյունք, հա, բերել որոշակի արդյունքների։ Օրինակ Լիզիա Մանթաշյանի կալանքից ազատ արձակումը կարծում եմ նաեւ դրա պատճառներից կան մեկը այդ ներքին խողովակներով ամենատարբեր քննարկումներն էին, որոնք կարող էին տեղի ունեցած լինել կառավարության եւ միջազգային որոշ կազմակերպությունների մեջ։ Եվ վերջում հանրության ակտիվությունը սրբազանների դատական նիստերի ներկա լինելը, բողոքի այդ ակցիաները, որ իրականացվում է առհասարակ քաղբանտարկյալների եւ հատկապես սրբազանների գործով, ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ։ Դեք ամեն դեպքում հանրությունը պետք է իր խոսքը, իր դժգոհությունը ներկայացնի իշխանությանը, որովհետեւ առանց դրա ընդհանրապես որևէ ընդհանրապես ինչ կուզեն կանեն, էլի ինչ ուզում անում են, էական չի, բայց գոնե երբ որ ինչ ուզում անում են, դրանից առաջ մեկ վայրկյան հնարավոր է մտածում են, բայց բավոր դժգոհ են, բավոր այսքան մարդ հավաքվի, իհարկե վերջում ասում են դե ճանդամ թե չեն դժգոհի, հերն էլ անիծած թող դժգոհ են, լիանում են իրանցը, բայց այս ուղիղ ճնշումներով քաղաքացիական հնարավոր է հասնել ամենակիչը նրան, որ միջազգային հանրությունն էլ կտեսնի, որ կա խնդիրը։ Ես կարծում եմ տեսնում է իրականում միջազգային հանրությունը։ Որոշ դեպքերում միջազգային հանրություն ասելով նկատի ունենանք արևմտյան պետությունների դեսպանատներ, արևմտյան արժեքներ, արժեքային համակարգ ունեցող ժողովրդավարական իրականում հայտնի պետություններ, նրանք լավ էլ հասկանում են, լավ էլ գիտեն, բայց ինչպես ասեցի, քաղաքական նկատառումներից ելնելով որոշակի չեզոքություն են ցուցաբերում կամ
հնարավորություն են տալիս այս իշխանություններին, աշկ են փակում այսպես, բայց միևնույն է այդ ճնշումները հասարակական, քաղաքացիական դժգոհությունները պետք է լինեն անդադար, որպեսզի ինչ որ մի փուլում էլ վստահաբար այդ նույն կառույցները կամ պետությունները կասեն դե կներեք, բայց այլևս հնարավոր չի այսքան վատ բաների մասին լռել։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։ Մենք զրուցում էինք Սրբազանի դեմ կատարվող քրեական հետապնդման մասին, ինչպես նաև եկեղեցու դեմ արշավի մասին։